Բարի ողջույն, հարգելի բարեկամներ։ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական դեպքը բնականաբար հուզել ու ցնցել է շատերին։ Ով էր կազմակերպիչները, ինչն էր այս ամենի պատճառը, դեռևս առաջիկայում էլ ավելի հստակ կլինի։ Հայտնի է, որ ողբերգական միջադեպի հետևանքով արդեն իսկ կան 100-ից ավել զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Բարեկամներ, այս ողբերգության մեջ բնականաբար միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր որ իրենց խիզախության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանում են որոշակիորեն թեթևացնել մարդկանց առանց այդ էլ դժվարին ճակատագիրը։ Եվ բարեկամներ, նման մի դեպք էլ տեղի էր ունեցել Մոսկվայում 3 կատարված ահաբեկչության ժամանակ։ Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած իսկապես այրունելի ու դաժան միջադեպի ժամանակ վտանգավոր ու միևնույն ժամանակ շատ հուզիչ դեպք է կատարվել, որտեղ մեր հայրենակիցը Մոսկվայաբնակ բժշկուհին իսկապես կատարել է անհավատալի հերոսություն։ Բարեկամներ, այն ժամանակ, երբ հարձակում էր տեղի ունենում Crocus City հոլում, սրահում ներկա ամբողջ ժողովուրդը բնականաբար մատնված էր խուճապի։ Բոլորը այսուհայն կողմ էին վազում, փորձելով փրկվել։ Դեպքից որոշ ժամանակ անց, երբ արդեն որոշ չափով հնարավոր եղավ ուժայինների և բժշկական անձնակազմի մուտքը դեպի համերգասրահ, այդ ժամ էլ կատարվեց իսկապես անհավատալի միջադեպ, որի մասին նույնիսկ Ռուսաստանում արդեն խոսում են շատերը։ Բնականաբար, անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ որքան էլ ուժայինները թույլ էին տվել բժիշկներին ներս մտնել, սակայն վտանգը դեռևս բավականին մեծ էր, քանի որ ամեն պահի կարող էր իրապես անդառնալի լինել։ Նշվում է, որ Crocus City հոլ այդ սրահը ամբողջությամբ այդ րոպեներին դեռևս ազատագրված չէր ահաբեկիչներից, այսինքն այն ժամանակ, երբ ինչ-որ ուժեր, ինչ-որ խմբեր կարողանում էին մուտք գործել, այդ րոպեներին կյանքի ու մահվան պայքարը դեռևս շարունակվում էր։ Եվ հենց այդ ժամանակ էր Մոսկվայաբնակ Անիտա Գևորգյանը իր համաձայնությունն է տվել, թեկուզ և մեծ վտանգի պարագայում մուտք գործել դահլիճ ու առաջին բուժօգնությունը ցույց տալ։ Երբ այդ աղջիկը ներս մտավ դահլիճում, իրավիճակը դեռևս շատ խառն էր։ Մարդիկ վախեցած էին։ Բոլորը այս ու այն կողմ էին վազում, չիմանալով, թե ինչ է լինելու իրենց հետ ընդամենը մի քանի վայրկյան հետո։ Սակայն բժշկուհին իրեն այնպես հանգիստ էր պահում, կարծես թե շտապ օգնության հերթական այցներ կատարում։ Ու տեսնելով նրա հանգստությունն ու խիզախությունը, մենք նույնպես խաղաղվեցինք ու հասկացանք, որ թերևս արդեն փրկված ենք, նշել են ականատեսները։ Բարեկամներ, Անիտա Գևորգյանը իսկապես ցուցաբերել է բացառիկ խիզախություն ու ըստ որոշ տեղեկությունների նաև կառավարական շատ բարձր մակարդակով նրան պետք է պարգևատրում անեն, քանզի նա եղել է առաջին բժիշկը, ով համաձայնություն է տվել և առանց որևէ մի խնդիրների առաջինը մուտք գործել դահլիճ, որտեղ դեռևս ընթանում էր կյանքի ու մահվան պայքարը։ Հարգելիներ, բայց սա միակ դեպքը չէ, որտեղ հայը ցույց է տվել իր իսկական էությունը։ Նշենք, որ հանդերձարանում աշխատող դպրոցականը ավելի քան 100 մարդու դուրս է բերել Crocus City հոլից, փրկելով վերջիններիս կյանքը։ Եվ դա նույնպես հպարտանալու առիթ է, քանզի այդ աշխատակցի, ով դպրոցական տարիքի էր, արմատները էլի հայկական են։ Մանրամասները ձեր ուշադրության ենք ներկայացնում հենց հիմա։
Բարեկամներ, Crocus City Hall-ի հանդերձարանում լրացուցիչ փող աշխատող դպրոցականը կարողացել է օգնել ավելի քան 100 մարդու լքել այրվող համերգասրահը։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Պատանու անունը Արսեն է, նա 15 տարեկան է։ Նրա խոսքով աշխատանքը սկսելուց առաջ հրահանգներ են տրվել արտակարգ իրավիճակներու դեպքում, եւ ինքը խստորեն հետևել է այդ հրահանգներին, երբ սկսվել է միջադեպը։ Հրաձգության եւ դրան հաջորդած հրդեհի ժամանակ Արսենը կարողացել է ցնցված ամբոխին դուրս բերել նեղ միջանցքով դեպի Էքսպոյի տաղավար, այնուհետև սպասարկման տարածքով դեպի փողոց, դեպի անվտանգություն։ Նշենք, որ ազատ ժամանակ տղան փող էր վաստակում հանդերձարանում եւ ֆուտբոլ խաղում Սպարտակի մանկական թիմում, ասվում է հրապարակման մեջ։ Հավելենք նաեւ, որ նմանատիպ դեպքերը իրապես քիչ չեն ու յուրաքանչյուր այս կարգի դեպք պետք է անպայման դառնա հրապարակային։ Հարգելիներ, ավելորդ չենք համարում նաեւ որոշակի մանրամասներ ձեզ հայտնել կապված կատարված ահաբեկչության մասին։ ԱՄՆ-ն Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել էր Մոսկվայում ծրագրվող ահաբեկչության մասին։ ԱՄՆ պետդեպարտամենտը հետևելով Սպիտակ տանը հանդես է եկել պնդմամբ, որ ամերիկյան իշխանությունները Ռուսաստանին նախապես տեղեկատվություն են տրամադրել պատրաստվող ահաբեկչության մասին։ Այս ամսվա սկզբին ԱՄՆ կառավարությունը տեղեկություններ ուներ Մոսկվայում ծրագրվող ահաբեկչության մասին, որը կարող էր թիրախավորել մարդկանց մեծ հավաքույթները, այդ թվում համերգների ժամանակ, եւ պետդեպարտամենտը հրապարակային կերպով նախազգուշացում էր արել Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։ ԱՄՆ կառավարությունը այս տեղեկատվությունը հայտնել է նաեւ Ռուսաստանի իշխանություններին համաձայն պարտադիր նախազգուշացման իր վաղեմի քաղաքականությանը։ Ուրբաթ օրը նման հաղորդագրությամբ էր հանդես եկել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոտսոնը։ Նրա հայտարարության հետ կապված ռուսական հետախուզական ծառայության աղբյուրը 10 լրատվական գործակալությանը հայտնել է, որ նման տեղեկատվություն իրականում հասել է, իսկ գործակալությունը հաստատել է դա։ Միաժամանակ նաև նա ընդգծել է, որ այն պարունակում էր ընդհանուր բնույթ առանց որևէ հստակեցման։ Բարեկամներ, հիշեցնենք, որ կապված այս նախազգուշացման հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդամենը մի քանի օր առաջ անդրադարձ էր կատարել, նշելով, որ այս ամենը իրականում սովորական ու հերթական շանտաժ է, որն ուղղված է Ռուսաստանում վիճակը ապակայունացնելու համար, հաշվի առնելով երկրում ընթացող նախագահական ընտրությունները, բայց ինչպես տեսնում ենք, այս անտարբերությունը բերեց ողբերգության, չնայած որ շատերը համոզված են, որ այս ահաբեկչության ետևում կանգնած են հենց ռուսական հատուկ ծառայությունները։ Շնորհակալություն ուշադրության համար։